Բարև ձեզ։ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական Ադրբեջանի հողերի արևմտյան մասում։ Իրենց պապենական հողերից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջան համայնքը։ Այս համայնքը միջազգային կազմակերպությունների առջև հանդես է գալիս Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության եւ տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության համար։ Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար։ Սա հատված է Ադրբեջանի հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի պատմության դասագրքից։ Տեղեկությունը մեզ տրամադրել է պատմական թեկնածու ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, որն էլ այսօր մեր հյուրն է։ Բարև ձեզ։ Տիկին Հայրապետյան, ձեր կարծիքով Արևմտյան Ադրբեջան մտածածին եզրույթը խոսույթ է, ինչպես հաճախ մենք Հայաստանում այսօր ասում ենք, ադրբեջանական խոսույթ է, թե պետական ծրագիր։ Որպեսզի հիմնավորեն, որ դա պետական ծրագիր է, այլ ոչ թե խոսույթ կամ քարոզչական խոսույթ ավելի շատ, պետք է նշել, որ առաջին անգամ, որպես այդպիսին այն շրջանառության մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 24-ի Իլհամ Ալիևի ելույթով, որին նախորդել էր Պրահայում Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը։ Եվ այդ ելույթում Իլհամ Ալիևը շատ պարզ ու ուղիղ տեքստով ասում է, որ մինչ Ղարաբաղյան հարցի առկայությունը, քանի դեռ կար այդ հարցը, իրենք չեն կարող խոսել այս խնդրի մասին։ Հիմա, երբ այդ թեման չկա, իրենք հանգիստ կարող են առաջ մղել Արևմտյան Ադրբեջանի թեման։ Ուզում եմ նշել, որ նախկինում եւս դեռևս 2013 թվականից, երբ ես զբաղվել եմ կոնկրետ Իլհամ Ալիևի ելույթների մոնիթորինգով, ուսումնասիրությամբ, կային ելույթներ, որտեղ նա ասում էր Երևանը, չգիտեմ, Սևանը, Սյունիքը մեր պատմական հողերն են։ Այդպիսի ձևակերպումներ, որպես այդպիսի եղել են։ Այն ժամանակներից ադրբեջանական կեղծ գիտությունը տարածում էր այդ նարատիվը։ Որպես պետական քաղաքականություն այդ ելույթները ունեցել են, բայց որպես կոնցեպտ դա շրջանառության մեջ է մտել, ինչպես նշեցի 22 թվականի դեկտեմբերի 24-ից ի վեր, եւ կոնկրետ հրահանգավորված կերպով ձևավորվել է այդ անունը կրող համայնք, ձևավորվել է հեռուստաընկերություն պետական ֆինանսավորմամբ, ձևավորվել է կայք, որտեղ ամբողջությամբ կեղծվում է պատմությունը եւ ակտիվ քարոզչական աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, պարբերաբար Ալիևը խոսում է դրա մասին։ Եվ ցավոք սրտի մեզ մոտ ընդհանրապես չեն գիտակցել այն լրջությունը, թե ինչու այդ թեման դրվում է շրջանառության մեջ, շատ հաճախ նույնիսկ իմ գոլեգա գործընկեր փորձագետներ մտածում են, թե դա հայելային իբրև Լեռնային Ղարաբաղի հարցը փակելու նպատակ է հետապնդում, բայց դա այդպես չէ, որովհետև Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանը ցույց է տալիս, որ այս փուլում կարողանում է մաքսիմալ արդյունքի հասնել, մասնավորապես ուրիշ բան որ չլինի, այնտեղ հայկական բնակչություն այլևս չկա, բայց ինքը շարունակում է այս թեմայի առաջ մղումը պետական մակարդակով, նախագահի մակարդակով, պատգամավորների եւ մտցրել է արդեն հանրակրթական դպրոցներ, ընդ որում դա տեղի է ունեցել 20 թվականի պատերազմից հետո, մասնավորապես 22-23 դասագրքերի փոփոխություն է տեղի ունեցել։ Այո, 20 թվականի պատերազմից հետո Ադրբեջանում ամբողջությամբ պատմության դասագրքերի փոփոխություն, գոնե ես պատմությունն եմ կարդում, մյուս առարկաները չեմ կարդում հասկանալի պատճառներով, դրա փոփոխություն տեղի ունեցել, նույնիսկ 22-23 թվականին իրենց լրատվադաշտում հայտնվեցին նյութեր այն մասին, որ դասատուները արդեն բողոքում են այդքան հաճախ փոփոխվող դասագրքերից եւ դժվարանում են ուսուցանել, բայց 5-րդ դասարանի դասագիրքը, որի մասին դուք խոսեցիք, այստեղ ամբողջությամբ Իլհամ Ալիևի ելույթներն են նաեւ հավաքված եւ այդ ամբողջ կոնցեպտն է հավաքված 5-րդ դասարանում եւ ես մի հետաքրքիր տեստ էի արել, լեզուն ես տիրապետում եմ լեզվին, ամեն դեպքում մի ստուգում էի արել, խնդրելով արհեստական ինտելեկտին գնահատական տալ այդ դասագրքին եւ արհեստական ինտելեկտը հրաժարվեց մեկնաբանել, նշելով, որ դա հակասում է իր կանոններին, այսինքն ատելության խոսք է պարունակում, բռնության խոսք է պարունակում, այսինքն արհեստական ինտելեկտը հրաժարվում է մեկնաբանել այն դասագիրքը, որով այսօր ուսուցանվում է ադրբեջանցի երեխան, որը 5-րդ դասարանում առաջին անգամ պատմություն է անցնում, առաջին անգամ այդ ժամանակ են պատմություն սկսում դասավանդել եւ անցնել։ Գիտեք, տեղեկատվական տիրույթում, տեղեկատվական պատերազմի պարագայում հաղորդագրությունները, խոսքերը, քարոզչական նյութերը, դրանց կարող է էլի ենթադրենք մարդու կամ հումանիստական իրավունքների, հիմնարար իրավունքներին դեմ են առնվազն էթիկայի տեսակետից, բայց դրանց մենք կարծես թե ինչ որ առումով սովորել ենք։ Բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները, հատկապես հակամարտող պետությունները գոնե դրան սովոր են։
Բայց մեկ այլ բան է դասագիրքը, որովհետև դա արդեն պաշտոնական փաստաթուղթ է։ Երբ մեզանում է տեղի ունենում, ենթադրենք որևէ թեմայով դասագրքերի փոփոխություն, չգիտեմ, հանրակրթական ոլորտի չափորոշիչների եւ հայեցակարգերի մշակում, մենք անընդհատ պարտադրանք ենք զգում մեր վրա, ենթադրենք միջազգային կառույցների, վերպետական այնպիսի կառույցների հռչակագրերի հանգամանքը, որին մենք անդամագրված ենք եւ պիտի լինենք ժողովրդավար, լինենք քաղաքակիրթ եւ շատ հաճախ նաեւ որպես արդարացում է բերվում բազմաթիվ դժգոհությունների, որ հայ հասարակությունը հենց մենք մեր պատմության դասագրքերի վերաբերյալ ունենք։ Ուզում եմ հասկանալ, այս բոլոր խողովակները, այս բոլոր ինստանցիաները Ադրբեջանի պարագայում գոյություն չունեն։ Իրականում ոչ, որովհետև Ադրբեջանը հատկապես 20 թվականից հետո վերածվել է բավականին փակ համակարգի, մինչ այդ էլ Ադրբեջանը դիկտատորալ ռեժիմով առաջնորդվող համակարգ է, այնտեղ կա միապետ, որը փաստացի որոշում է բոլորի ճակատագիրը, բայց 20 թվականից հետո առհասարակ դիսկուրսները արգելված են Ադրբեջանում, եւ սա մեկ այլ ֆենոմեն է, որովհետև շատ շատերին, որոնք Ալիևի վարչակարգի քննադատ էին այդ երկրի ներսում, թվում էր թե 20 թվականից հետո իրավիճակը փոխվելու, իրենք աջակցել են ագրեսիային, կոչերով են հանդես եկել աջակցություն Ալիևի վարած քաղաքականության եւ հիմա այդ մարդիկ բանտում են իրականում։ Եվ դա իրենց համար մեկ այլ շոկ էր, որովհետեւ նրանց մեղադրում են տարբեր հարցերում, մաքսանենգություն, ֆինանսական եւ այլն, բայց նույնիսկ Ալիևը այդպիսի խոսույթ ունի, որ այդ մարդիկ մեղավոր են հայերի հետ երբևէ շփվելու համար կամ հայերի հետ բարիդրացիության օգտին հանդես գալու համար։ Ինքը նման հայտնի ելույթ ունի, երբ ասում է ես արգելում էի երիտասարդներին հանդիպել հայերի հետ, մոռանալ հակամարտություն, նրանք պետք է վրեժը չմոռանան եւ գնային հետագայում ագրեսիա։ Այսինքն ինքը ցույց է տալիս, որ տասնամյակներով փորձել է արգելափակել առհասարակ խաղաղության կամ բարիդրացիության մասին խոսույթը։ Եվ սա հիմնավոր երևույթ է, որը մենք շատ հաճախ մոռանում ենք, քանի որ քաղաքական իրողությունները, իրադարձությունները այնքան բուռն եւ հախուռն են, որ մենք սովորաբար իրադարձային քննարկում ենք անում, բայց օրինակ ինչու ոչ ոք այս բոլորակի վրա չի կարող համոզել, որ Ալիևը գնում է խաղաղության, որովհետեւ ես ծանոթանում եմ այն դասագրքերին կամ այն քարոզչությանը, որը տարվում է ժողովրդի համար, որը տարվում է ներքին լսարանի համար։ Շատ հաճախ այդ նյութերը անգամ անգլերենով լույս չեն տեսնում, դրանք լույս են գերազանցապես ներքին լսարանի համար եւ ներքին լսարանին Ադրբեջանի պետությունը շարունակում է քարոզել, որ հայը մեր թշնամին է, մենք դեռ խնդիրներ ունենք լուծելու հայերի հետ կապված, ավելին այն հողը, որի վրա իրենք այսօր ապրում են, մեր պատմական հայրենիքն է եւ արդարության վերականգնման խնդիր ենք ունենալու ապագայում։ Այսինքն, որպես այդպիսին հակամարտության նոր հիմքեր են ստեղծվում, այսպես ձևակերպեմ, դրանից նոր հակամարտության նոր հիմքեր, դրանից բխող բոլոր հետևանքներով, որ դա որ Արցախյան կոնֆլիկտի պարագայում, որ դա հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չկա, կա Արցախյան կոնֆլիկտ, որտեղ ներգրաված են, այո, դա միջազգայինորեն էլ ամրագրված է որպես Ղարաբաղի ադրբեջանական հակամարտություն, նույնիսկ այն հայտնի 4 բանաձևերը ՄԱԿ-ի ոչ այդքան բարենպաստ, որոնց հղում էին կատարում, այնքան այնտեղ են ընդունել, որ այնտեղ կան Ղարաբաղյան ուժեր, պաշտպանական բանակ եւ հայկական կողմին ընդհանրապես կոչ էին անում իր ազդեցությունը օգտագործել, բայց երբեք որպես այդպեսին դա Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ չի ընկալվել աշխարհում առհասարակ, եւ հիմա Ադրբեջանը ասում եմ նոր արհեստացին խնդիր է ստեղծում եւ այստեղ մի շատ ուշագրավ երևույթ կա, երբ նույնիսկ անհատական տարբեր հանդիպումներում իրենք փորձում են այս թեման առաջ մղել, դա լինում են առիթներ, նաեւ այնտեղից եկած այսպես կոչված փորձագետների հետ հանդիպելու, երբ հստակ ցույց է տալիս, որ այս տերմինը առհասարակ քարոզչությունը ունի ոչ պատմական, ոչ աշխարհագրական, ոչ քաղաքական հենք, դատարկություն է, դա փուչիկ է ամբողջությամբ, իրենք սկսում են հասկանալ դրա լրջությունը, այսինքն ինքը զավթողական ծրագիր է եւ դրան պետք է տրվի այդ գնահատականը, սա շատ կարեւոր է քաղաքական առումով, ոչ թե ծածկադմփոց անել, ոչ թե ասել իրենք սա ստեղծել են, որ մենք Ղարաբաղյան հարցը մոռանանք, ոչ, սա կոնկրետ կոնցեպտ է զավթողական ծրագրի, նվաճողական ծրագրի, որին պետք է տրվի քաղաքական գնահատական եւ դա ընկալելի է լինելու ողջ աշխարհում եւ դա խնդիր է դառնալու Ադրբեջանի համար։ Դրա համար ես շատ հաճախ ասում եմ Ալիևը մեր ձեռքին բացառիկ խաղաքարտեր է տալիս, որոնք մենք չենք ուզում օգտագործել ելնելով ներկայումս տարվող քաղաքականությունից, բայց այդ խաղաքարտերը հետագայում մեզ բազմաթիվ վտանգավոր սցենարներից ապահովագրելու են։
Եթե մենք ժամանակին ու ճիշտ դրանք կարողանանք կիրառել։ Եվ նույն այս դասագրքերի թեման դրա վառ ապացույցն է։ Եվ ուղղակի երկու բառով դուք ասացիք, երբ մեզ մոտ է քննարկվում, բացի նրանից, որ միջազգային չափորոշիչներ եւ մեզ համար կարեւոր է միշտ միջազգային հանրության կարծիքը, բայց այստեղ ոչ պակաս էական է մեր հանրության արձագանքները։ Մեր հանրությունը շատ հաճախ տարբեր հարցերում բավականին բուռն արձագանք է տալիս եւ դա անարդյունք չի կարող մնալ։ Ինչ որ հատվածներում այսպես թե այնպես ինքը ազդեցություն ունենում է։ Իսկ Ադրբեջանում հանրային դիսկուրսներ չեն հրահրվում, քննարկումներ այնտեղ չեն հրահրվում։ Եվ ինչու Ադրբեջանը վերջերս փակեց եւ Sputnik Ադրբեջանը եւ BBC ադրբեջանական ծառայությունը եւ այլ ծառայություններ եւ նաեւ դուրս է բերում միջազգային բավականին հայտնի կազմակերպություններին այդ երկրից, այդ թվում Կարմիր խաչի մասին է խոսում, ՄԱԿ-ի եւ այլն, որովհետեւ ստեղծվում է տեղեկատվական քաղաքական բլոկադա այդ երկրում։ Այսինքն ոչ մեկ չպիտի իմանա ինչ է կատարվում Ադրբեջանում, ոչ մեկ չպետք է գնահատական հնչեցնի այն ամենի մասին, ինչ կատարվում է Ադրբեջանում։ Իսկ Ադրբեջանում բավականին կան արկա խնդիրներ։ Մեզ այս վերջին շրջանում անընդհատ թվում է, որ Ադրբեջանը մի գերհզոր պետություն է, որ ասենց մի մոնստր են սարքել Ադրբեջանից։ Այո, եւ քարոզչությունն է դրան նպաստում, եւ սխալընկալումները, եւ այդ երկրի փակությունը, երբ որ հաճախ հնարավոր չի իրական միտումները հասկանալ, բայց անգամ այդ փակ աղբյուրներով տարբեր սոցցանցերն եմ նայում տարբեր ձևերով հասկանալի է, որ կա խորը դժգոհություն, որ շատերը բավարարված չեն այն ամենով, ինչ եղել է 20 թվականից հետո։ Նույնիսկ քննադատություն կա իշխանությունների հասցեին, թե ինչու են այդքան գումարներ ուղղում Լեռնային Ղարաբաղի վերակառուցմանը կամ չգիտեմ ինչպես որ ասում են։ Օրինակ մի հետաքրքիր դրվագով նյութ հայտնվեց, որտեղ պարզ դարձավ, որ այն մարդկանց, որոնց ավտոբուսներով տեղափոխում են Լեռնային Ղարաբաղի տարբեր հատվածներում ապրեն, լղիմից դուրս նաև տարածքներում, հետո հետ են գալիս իրենք։ Եվ նույն տարածվեց, որ եթե այդ մարդիկ վերադառնան, ապա այդ բնակարանները ես ձեռքից առնելու են։ Այսինքն ակնհայտ էր, որ մարդիկ չեն մնում եւ չեն ապրում այդտեղ։ Նույնիսկ որոշ դեպքերում լրատվական, սոցիալական ցանցերում տեղեկություններ են հայտնվում, որ գումարներ են շրջանառվում, որպեսզի Ղարաբաղում չսառայեն, որքան է զավեշտալի է հնչում իմ ասածը։ Այսինքն կա այդ փուչիկը, որը Ալիևը ստեղծել է, եւ կա իրականությունը, որտեղ ապրում են այդ մարդիկ ու շատ հաճախ այնտեղ նույնիսկ որոշ, ասենք, երիտասարդներ, տարբեր մարդիկ, որոնք ինչ-որ ակտիվություն են փորձում դրսևորել, ասում են դուք այդ աբսուրդը չեք կարող պատկերացնել, երբ դու ուղղակի կարող ես գնալ խանութ, սովորական խանութում, եկել ինչ-որ անծանոթ մարդիկ քեզ վերցնեն ու առևանգեն։ Ու ոչ մեկ հաշվետու չի, ոչ մեկին ինչու քեզ առևանգեցին, որ գրառմանդ համար առևանգեցին, ինչ արեցին։ Այսինքն ամենաչնչին քննադատական խոսք, ամենաանուղղակի քննադատական խոսքը քեզ կարող է ուղղակի արժանալ քո ազատությունը։ Եվ այդ մթնոլորտում մենք քննարկում ենք արդյոք այդ պետությունը քննարկում է մեզ այդ խաղաղություն առհասարակ թե ոչ։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ ոչ, ճիշտ է քառակը։ Հետաքրքիր է ձեր կարծիքով մենք որպես պետություն դուք նշում եք, որ փուչիկ է իր շուրջը եւ իր մասին ստեղծել Ադրբեջանը, իսկ իրականությունը բավական այլ է։ Ձեր կարծիքով, ձեր գնահատմամբ մենք այդ փուչիկի հետ ենք հարաբերվում, թե իրականության։ Ես կարծում եմ մենք հարաբերվում ենք փուչիկի հետ։ Ես չեմ շղթում Ադրբեջանի ռազմական որ առավելությունը այս փուլում մեր հանդեպ, դա ակնհայտ է, նույնիսկ տարբեր ցուցանիշներ դրա մասին խոսում են, ակտիվություն այդ տեսանկյունից, այսինքն ես ամբողջությամբ չեմ ասում, որ գիտեք թույլ են իրականում, մենք կարող ենք հասնել Բաքու, սա չի իմ միտքը։ Իմ միտքը այն է, որ հանրային առումով կան բազմաթիվ խնդիրներ, որոնց մենք ուշադրություն չենք դարձնում, որոնք մենք չենք քննարկում։ Օրինակ, վերջին շրջանում, երբ տարածվեց ակտիվ ապատեղեկատվություն իրենց պաշտպանության նախարարության կողմից, որ Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի, ես տարբեր սոցիալական ցանցերում 1-2 գրառում չէր, որպեսզի ես դրան ուշադրություն չդարձնեի, բայց տարբեր տեղեր մարդիկ գրել էին՝ մի ստեք, դուք եք ուզում պատերազմ։ Այսինքն նույնիսկ մարդիկ թեկուզ ֆեյքային տարբեր ձևերով ցույց են, թե ռիսկ չեն անում իրենց պրոֆիլներով գրել, որ հասկանում են, որ սա աբսուրդ է, ասում են, դե Հայաստանը այսքան զիջումների է գնացել, բարձր չէ, որ Հայաստանը չի ուզում պատերազմ, դուք եք ուզում պատերազմ։ Ու գրել էին, մեզ նոր պատերազմ պետք չի, մեզ նոր խնդիրներ պետք չեն։ Բայց մյուս կողմից էլ պետք է իրականության հետ էլ բախվենք, որ Ադրբեջանում այնպես չի, որ հանրային տրամադրություններով են շարժում։ Եթե քաղաքական որոշում կայացվի, ոչ մեկի կարծիքը չեն հարցնելու։ Ուղղակի ինչու եմ ասում, փուչիկ նաև խաղաղության առումով, որովհետև հիմա շատ հաճախ է խոսվում իշխանությունների կողմից, տարբեր շրջանակների պետք է գնալ խաղաղության։
առհասարակ ցանկացած առողջ հանրություն ուզում է խաղաղություն։ Խաղաղությունը դա վիճակ է, որի մասին մենք երգազում ենք շատ երկար ժամանակ ու որը բարգավաճելու, զարգանալու լավագույն իրադրությունն է, բայց պետք է հասկանալ, որ այդ խաղաղությունը երբեք միակողմանի չի կարող կառուցվել։ Եվ դու պետք է նայես հակառակ կողմին։ Այ հենց տեղ է փուչիկը, որ դու ստեղծում ես Ադրբեջանի մասին այլընտրանքային տպավորություն, բայց նայում ես խորքը, այո, քո հասարակության համար, բայց նայում ես խորքային ու տեսնում ես, որ այդ պետությունը նոր խնդիրներ, նոր զավթողական նպատակներ է իր առջև դնում։ Հնարավոր է, որ մենք ինչ որ առումով ունենալով պետական գիտակցություն, ամեն պարագայում ունենալով ինչի հետ գործ ունենք, ինչ պետության հետ գործ ունենք, որտեղ սրանք նաև բաց աղբյուրներ են, եւ վերջային ինչ դուք ասում եք, գաղտնիք չի, գաղտնիք գրիֆի տակ չեք հայտնաբերել Ադրբեջանում։ Ես հետախուզական տվյալներ չունեմ։ Բացահայտ աղբյուրներ են, սկսած դասագրքերից վերջացրած իրենց պետական քաղաքական ծրագրերով եւ դրանց մասին խոսակցություններով, դժվար թե որևէ մեկը դա տեսած կամ իմացած չլինի։ Հնարավոր է, որ պետությունը ունի ծրագիր, ինչ որ մի ծրագիր դիմադրելու այդ ծրագրին, Ադրբեջանի պետական պաշտոնական ծրագրին, հակահայկական, բայց համաձայնագիրը եւ դրա շուրջ խոսակցություններն էլ մեր փուչիկն են փորձելու զսպելու այն պետական իրական ծրագիրը, որ ունի Ադրբեջանը։ Իրականում անհնար է այո չիմանալ այդ ամենի մասին, նաև մեկ պարզ պատճառով, որ Հայաստանը դեռևս հետ չի քաշել այդ միջազգային իրավական հայցերը կոնկրետ դատարանից, իսկ դրանցից մեկով քննվում է Ադրբեջանը, Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ռասիզմի, խտրականության հետ կապված։ Այդ ամբողջ փաթեթը իրենք են հավաքել, այսինքն կոնկրետ Եվգենի Կիրակոսյանը, որը հրաժարական տվեց, դուրս եկավ պետությունը։ Այո, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կառավարությունում աշխատում էր կոնկրետ այդ բանի գործի վրա իրենք են հավաքել այդ ատելության խոսքը, իրենք են տեսել այդ ամբողջ ռասիզմի քարոզը պետական մակարդակով, ուստի դրա մասին տեղյակ չլինել հնարավոր չէ։ Ես հասկանում եմ ձեր միտքը, այսինքն փորձել Ադրբեջանին դնել ինչ-որ զսպաշապիկի մեջ, ստիպել տվյալ դեպքում ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ամրագրել դա եւ փորձել զսպել հետագա հնարավոր ագրեսիվ քայլերը։ Իրականում որն է այստեղ հակասությունը, որ ադրբեջանական կողմը սկսելով այդ ողջ գործընթացը տեսել է մի հստակ բան։ Հայկական կողմը այնքան է վախեցած, եկեք այդպես ձևակերպեմ, այլ կոնսպիրոլոգիական տեսությունների մեջ չմտնեմ, թեև ինքս գնալով այլ հատվածում եմ համոզվում, բայց ասենք վախեցած պատերազմից, ագրեսիայից, որ գործընթացի ժամանակ Ադրբեջանին զիջում է բացառիկ խաղաքարտեր, որոնք պետք է հնարավորություն տային զսպել ապագայում Ադրբեջանի ագրեսիան։ Այս միջազգային իրավական ակտերը, նույն Մինսկի խմբի գոյությունը, որը ընդհանրապես առնվազն այսօր փաստում է, որ Լեռնային Ղարաբաղում եղել է միջազգայինորեն ճանաչված հակամարտություն, ագրեսիա չի այնտեղ, ահաբեկչություն չի, անջատողականություն չի, դա եղել է հակամարտություն միջազգայինորեն ընկալելի եւ ամբողջը դրա շուրջ է ծավալվել եւ եղել են լուծումներ, որոնց մասին Ալիև այսօր ասում է մենք մերժել ենք բոլոր խաղաղ լուծումները, մենք հասկացել ենք, որ լուծումը պատերազմն է, այսինքն ընդունում է, որ ինքը գնացել է պատերազմական հարձակողական գործողությունների Եվ այդ ամբողջ գործընթացում, երբ քեզ Ալիևին կոնկրետ զիջվել են խաղաքարտեր, դրանով այդ ողջ հնարավորությունը, եթե կար այդ թղթում զսպելու Ալիևի ագրեսիան, իջիկ է դառնում, որովհետև դու արդեն անում ես զիջումներ, որոնց միջոցով իրեն հնարավորություն ես տալիս հետագայում գնալ ագրեսիվ քայլերի։ Դու քեզ զրկում ես քո իրավունքներից, դու քեզ զրկում ես քո լծակներից զսպելու իր հնարավոր ագրեսիան։ Սա է ամբողջ խնդիրը։ Եթե այդ փաստաթուղթը, որը սկզբում քննարկվում է Արցախ իրավունքներ եւ անվտանգություն թեմայով, օրինակ, ընթացքում Արցախը չճանաչվեր Ադրբեջանի մաս, չլինեին այլ վտանգավոր քայլեր եւ հայտարարություններ, Արցախը չհայաթափվեր այդ ընթացքում, չլինեին տարբեր դերակատարների եւ Ադրբեջանի միջեւ բավականին անթակույց գործարքներ, ապա միգուցե այդ ասածը դեռ տրամաբանական կլիներ, որ Հայաստանը հասել է SSS խնդիրների լուծմանը, բայց ընթացքում է Հայաստանը զիջել իր խաղաքարտերը եւ այսօր Հայաստանը շարունակում է զիջել իր խաղաքարտերը, այստեղ է լրջագույն խնդիրը, այստեղ է այն թաքնված անդառնալիության կետը, այո, անդառնալիության կետ կա այստեղ, որովհետև Ալիևը ի վերջո
ոչ մի շահ չունի ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եւ գործընթացի վերջին 3 տարիների ընթացքում դու իրեն զիջել ես քո բոլոր կենսական իրավունքները, ու դու ունես մի կարևոր խաղակարգ եւս, որտեղ ցույց ես տալիս պետական մակարդակով հայի դեմ քարոզվող ատելությունը, ու ասում ես եկեք այդ դրանից էլ հրաժարվենք։ Միջպետական հայցերը, միջպետական հայցերը, դե ի վերջո ժամանակին նաեւ ավերացրեցին Հռոմի ստատուտը, որ հետագայում դիմեն քրեական դատարան։ Այդտեղ արդեն Ալիևը շատ լուրջ խնդիրներ կունենար իրապես, որովհետեւ ինքը այն ծանրակշիռ քաղաքական գործիչ չէ, ինչպիսին Ռուսաստանի ղեկավարն է կամ Իսրայելի ղեկավարն է, որ այդ գործընթացները չազդեն իր վրա։ Շատերը ինձ հաճախ նաև մեկնաբանություններում գնում են, դե իրավունքը կարևոր չի, դե հիմա ով է իրավունքով առաջնորդվում, բայց ես շարունակում եմ պնդել, որ իրավունքը կարևոր է եւ իրավունքը պետք է պահես քո ձեռքում։ Ադրբեջանը 30 տարվա բանակցությունների ընթացքում ոչ մի իրավունք չզիջեց Հայաստանին։ Ոչ մի իրավունքից ինքը չհրաժարվեց, հոյակապ գիտակցելով, որ հետո պատերազմով է գնալու խնդրի ճակերտավոր կարգավորմանը, բայց իրավունքը պահեց իր ձեռքում, լինելով բավականին պարտված, բավականին բարդ իրավիճակում։ Իրավունքը զիջել չի կարելի, իսկ Հայաստանը այսօր իրավունքներ է զիջում։ Դրանով իսկ կրկնում եմ ոչ թե զսպելով, այլ ընդհակառակը հագուրտ տալով Ադրբեջանի բավականին վտանգավոր նպատակներին։ Եթե վերադառնանք այս պատմության դասագրքերի հատվածին, այստեղ մի հետաքրքիր խեղաթյուրման տեքստի մեջ հետաքրքիր մի դրվագ կա, ասում է հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում, Մոսկվայի ղեկավարությունը հայկական ԽՍՀ-ին է փոխանցել ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, այդ թվում Շահուր Դարարագյազը եւ արևմտյան Զանգեզուրը։ Այսինքն տպավորություն է, որ ինչպես մեր այդ միջպետական հայցերն էին հաճախ ասում հայելային հայցերը, մենք ինչ հայցով դիմում ենք Հայաստանի Հանրապետությունն դե Ադրբեջանի, այդ նույն տիպի հայցով հակառակ Ադրբեջանն է դիմում ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հայելային հայցեր էին անվանում իրավաբանները դրանք, այստեղ էլ կարծես հայելային պատմություն է ստեղծում, այն ինչի մեջ մենք օբյեկտիվորեն մեղադրում ենք, որ ասենք Քեմալա-բոլշևիկյան համաձայնության բռնակցված Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, հիմա նույն ձևով իրենք հակառակն են պնդում եւ կարելի է ասել, որ ընդհանրապես այս հայելային ինքնություն են ստեղծում իրենք մեր հաշվին։ Ես կասեի հայ ժողովրդի դեմ քարոզվող ատելության օգնությամբ։ Այո, ավելի ճշգրիտ կերպեր։ Այսինքն, որքան էլ իրականում դառն է այդ իրականությունը, որովհետև ինքս շատ եմ կարդում նյութեր եւ երբեմն նույնիսկ ոնց որ թունավորված լինեմ, այսպես այնքան շատ է ատելության խոսքը, ես միշտ ինձ փորձում եմ պաշտպանել, փորձել երրորդ կողմի դիրքերից հանդես գալ մաքսիմալ եւ այլն, բայց ի վերջո այդ խոսքը նաեւ ինձ է ուղղված որպես հայի եւ այդ ատելության չափաբաժին հսկայական է եւ այդ ատելության մեջ ես առհասարակ չեմ հասկանում զգալի հանրությունը ապրի զարգանա այդքան ատելության չափաբաժին ստանալով, բայց այո, այդ ատելության գործոնը այսօր Ալիևի վարչագահի պահպանման կարևոր լծակներից է նաև։ Բացի ինքնութենական խնդիրներից, որ ինքը լուծում է, շարունակ տորպետահարում է այդ խնդիրը, մեկ է հայրը մեր թշնամին են կրկնելով առավոտ կեսօր երեկո, միևնույն ժամանակ դա նաև լծակ է բռնապետական վարչակարգի պահպանման, որովհետև ավելի հարմար թշնամին այս փուլում դեռ չի գտել։ Իսկ տվյալ դեպքում, երբ դուք մեջբերեցիք, որ իրենք խորհրդային կողմին են, խորհրդային Ռուսաստանին են մեղադրում, դա ինձ հիշեցրեց վերջերս իրենց ազգային ժողովի փոխխոսնակի մի հայտարարություն, որտեղ նա ասում է հայերը երբեք բնիկ չեն եղել այս տարածքում, նրանց ցարական Ռուսաստանն է բերել բնակեցրել այս տարածքում եւ այլն ու շարունակում է, որ հայերը հիմա ողորմելի մարդիկ են, այսպեսի ձևակերպումներով կրկին ատելության խոսք պարունակող։ Այսինքն, այո, այս դրվագներում շատ հաճախ խորհրդային միությունը, ցարական Ռուսաստանը օգտագործվում են որպես միջոց, որ ցույց տան, որ հայերը նրանց շնորհիվ են պետություն ունեցել, նրանց շնորհիվ է սա կամ այս կամ այն տրվել հայերին, եւ այստեղ մի ուշագրավ դրվագ էլ կա, որ շատ հաճախ նույնիսկ մինչև վերջին շրջանում Ալիևը իր խոսքերում մեջբերում է Գարեգին Նշտեհին։ Գարեգին Նշտեհը խորհրդային միությունը կապ չուներ իրար հետ, հակադիր ճամբարների մասն ենք խոսում, բայց երբեմն հակասություն էլ կա, բայց ասում է, այդ Նշտեհը, այսինքն Նշտեհի պայքարը, որը 1919 թվականին է տեղ ունեցել ավելի քան 100 տարի առաջ, մինչև հիմա ցավացնում է Ալիևին։ Մինչև հիմա խնդիր է իրենց համար, որովհետև իրենք հասկանում են նաև, որ այդ բավականին բարդ իրավիճակում
հայ ժողովուրդը կարողանում է իր մեջ գտնել ուժ որոշակի խնդիրներ լուծելու, որոնք ստրատեգիական նշանակություն են, որոնք օգնում են, որ հետագայում այդ պետությունը գոյություն ունենա 100 տարի դիմակայել։ Առնվազն 100 տարի, այո, եւ ավելի քան ասում եմ 100 տարի առաջվա տեղի ունեցած Լեռնահայաստանի համար պայքարը, երբ բոլորի հետ պայմանավորվել էին, դա պետք է շեշտեմ, բոլորը, նույնիսկ այն ժամանակվա իշխանությունը Խորհրդային Հայաստանի տվել էր իր համաձայնությունը եւ նշտեղ իր հայտնի գրքում, ինչպես պայքարեց Լեռնահայաստանը, գրում է դրա մասին, դա մինչև հիմա անհանգստացնում է իրենց այդ դեպքը, այդ իրադրությունը, այդ պայքարը, ժամանակները շատ են փոխվել հիմա իհարկե, բայց միևնույն ժամանակ հենց այդ պայքարի դիմադրության շնորհիվ է, որ մեր պետությունը շարունակում է լինել, որ տարբեր տեղերում Ադրբեջանի համար ստեղծվում են խնդիրներ։ Ես վերջերս մի քննարկում էի լսում իրենց դաշտում, երբ բավականին իշխանություններին գովերքող փորձագետը նշեց, որ այո, Ադրբեջանը խնդիրներ ունի այսօր, նույն Միացյալ Նահանգներում, նույն Եվրոպայում, եւ այդ խնդիրները իրենց համար շատ հաճախ հայերն են ստեղծում, բայց հայերի նկատի ունենալով տարբեր լոբիստական կազմակերպություններ, տարբեր անհատներ, հայկական սփյուռք, այո, որոնք իրապես խնդիրներ են ստեղծում, ցույց տալով Ադրբեջանի կողմից տարվող իրական քաղաքականությունը եւ թույլ չտալով այդ փուչիկը ավելի ու ավելի փչվի նաեւ Եվրոպայում, մասնավորապես ավելի շատ Միացյալ Նահանգներում եւ օգտագործում են այդ դերը։ Օրինակ, վերջերս քրիստոնյա առաջնորդներ նամակ էին հղել Ամերիկայի նոր վարչակազմի ղեկավարին Թրամփին մեր պատանդառու գերիների թեմայով։ Այս նամակը այնքան սուր ցնցումներ էր առաջ բերել Ադրբեջանում, այդ նամակի հետ հայկական կողմը ոչ մի կապ չուներ, այնտեղ հայկական ազգանուն չկար, բայց ես վստահ եմ որոշ ուժեր ամեն դեպքում աշխատանք տարել էին, բայց այդ նամակը, որ ոնց դուք փորձում եք, մենք հակաքրիստոնյա չենք, մենք քրիստոնյաների դեմ ոչ մի խնդիր չունենք եւ այլն, ենք սկսել էին պաշտպանվել այդ թեմայից, հասկանում եք, ես առհասարակ չեմ ուզում, որ հակամարտությունը կամ մեր խնդիրները դիտվեն կրոնական տեսանկյունից, կրոնական չէ, բայց այն, որ իրենք այսօր այնտեղ մի հսկայական քրիստոնեական ժառանգություն են ոչնչացնում, դա կրոնական է, դա միայն մերը չէ, դա քրիստոնյա աշխարհի ժառանգություն է, դարավոր ժառանգություն է, հազարամյակների ժառանգություն է, եւ իրենք այդ ամբողջը հողին են հավասարեցնում, մնալով բացառապես անպատիժ, իրենք վախենում են հնարավոր պատիժներից, եւ դրա համար է որ նույն Նիկոլ Փաշինյանին ինչու են խնդիր դրել, ասում են, այդ հայցերը հետ քաշ չէ, որ իրենք էլ են հայլային ներկայացրել, որովհետև իրենց հայցում փաստական ապացույց չկա։ Իրենք չեն կարող բերել Հայաստանի որևէ ղեկավարի, որևէ քաղաքական գործչի, կոնկրետ ղեկավար պաշտոն զբաղեցնող խոսք, որտեղ վիրավորում են ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը, նրանց անվանում են շներ, փիսիկներ, չգիտեմ, այլ տերմինաբանություն են կիրառում, այլ ածականներ են օգտագործում, չունեն իրենք այդ ապացուցողական բազան, իսկ մենք ունենք։ Դրա համար իրենք այդ ամենից շատ վախենում են, որ ի վերջո միջազգայինորեն կամրագրվի, թե իրենք ինչպիսի պետություն են։ Եվ ես այդ օրինակը շատ հաճախ եմ բերում, եթե իրենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված իրական գործեր ունենային, իրենք այդ գործերը երբեք Բաքվի X դատարանում չեն քննի։ Իրենք դա կտանեին միջազգային դատարաններ, տրիբունալներ եւ այլն, որովհետեւ գործ չկա իրենց համար, իրենց հոգու հանգստության եւ քաղաքական տեսանկյունից անգամ շատ ավելի ձեռնտու կլիներ, որ միջազգայինորեն ճանաչվեր Հայաստանը որպես ագրեսոր կամ ահաբեկիչ պետություն, չկա այդտեղ գործ, չկա այդտեղ փաստ։ Դրա համար իրենք պետք է Բաքվի X դատարանում քննեն։ Դրա համար այդ գործընթացը պիտի այնտեղ տարվի։ Վերջին հարցն եմ ուզում տալ ձեզ, հատկապես միջազգային դերակատարների հետ կապված։ Մենք մեր պայքարը, իրավունքի համար պայքարը առհասարակ պատկերացնում ենք եւ երբեմն անում ենք միջազգային հարթակներում, որտեղ հղումը միջազգային իրավունքին է։ Այսպես կոչված խաղաղության համաձայնագրի այդպես էլ չհաստատված, այդպես էլ չվավերացված տեքստի մասին խոսակցությանը շատ ջատագովեցին արևմտյան մասնավորապես եվրոպական պետությունները, դրանք անվանելով խիզախ սիճումներ։ Հիմա հայ ժողովուրդը իր իրավունքների համար պայքարը մղելիս պիտի հասկանանք, պիտի ընդունենք, որ նայում է դեպի արևմուտք, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության օրանը եւ նաեւ ատյանը աշխարհում արևմուտքն է։ Արևմտյան պետությունների գերպետությունների ղեկավարներից
մենք ջատագովություն ենք ստանում այնպիսի մի համաձայնագրի վավերացման կամ համաձայնագիր ունենալու համար, որը մենք համարում ենք մեր իրավունքների զիջում։ Սա ինչ շփոթ է, այսինքն լավ հայ մարդը ի վերջո, եթե մենք խոսում ենք մեր հանրության մասին, հայ մարդը, հայ հանրությունը ինչպես կողմնորոշվի։ Խիզախ զիջումը շարունակի անել, թե շարունակի պայքարել իրավունքների համար։ Նախ ամենապարզ մարդկային մակարդակով, երբ դու քո շահերին, քո իրավունքներին հետամուտ չես լինում, ոչ մի հարևան, ոչ մի բարեկամ չի գալու եւ հետամուտ լինելու քո շահերի իրացմանը։ Սա պարզ իրողություն է։ Երբ այսօր ողջ նույն աշխարհը տարբեր ձևերով տեսնում է, երբ ինչպես է հայկական կողմը զիջում իր իրավունքները, իրենց այլ բան չի մնում, քան ողջունել դա։ Իսկ ինչ պետք է ասեին, մենք դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի խիզախ զիջումները։ Իհարկե չէին ասելու։ Իրենք կարող են դատապարտել Ադրբեջանի պետական, պաշտոնական հակահայ քաղաքականությունը եւ զավթողական ծրագրերը։ Իսկ որևէ մեկը Հայաստանում պետական ներկայացուցիչ խնդրել է նրանց նման դատապարտող տեքստերով հանդես գալ կամ դրել է նրանց սեղանին։ Իհարկե, դու պետք է հետամուտ լինես քո իրավունքին։ Ինչու պետք է օրինակ Գերմանիայի արտգործնախարարը գնար Ալիևի ատելության խոսքը կարդար ու դատապարտող տեքստ հրապարակեր։ Պես չի լինելու։ Ոչ մեկ քեզանից առավել քո իրավունքների իրացման հարցում շահագրգիռ չէ։ Դու պետք է հետամուտ լինես։ Երբ դու հետամուտ լինես, իսկ իրեն գնահատականներ չտան, տեղ խոսակցությունը կփոխվի, այո, իհարկե կփոխվի։ Բայց եթե իրենք տեսնում են, որ դու մի հսկայական փաթեթ ես ներկայացրել միջազգային դատարան, հետո փաստացի ուժի սպառնալիքի կիրառմամբ հրաժարվում ես այդ փաթեթից, բայց դու դրա մասին չես խոսում, դու չես ասում, ես հրաժարվում, որովհետև այս պետությունը սպառնում է նոր պատերազմ, դու դրա ամրագրումը չես անում, դու դա ներկայացնում ես որպես բացառիկ ձեռքբերում։ Մենք ասում ենք ձեռքբերումը, մենք շատ ողջունում ենք ձեռքբերումը։ Եվ ուղղակի մի դրվագել հիշեցնեմ միջազգային հանրության կամ այդ արձագանքների մասին, երբ Լեռնային Ղարաբաղի 10 ամսվա դաժան բլոկադայից հետո ակնայով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները թույլ տվեցին, որ հումանիտար բեռներ անցնեն, ողջ աշխարհը ողջունեց դա։ Բոլորը սկսեցին խոսել, թե դա ինչ կարևոր քայլ է։ Ընդհանրապես մի քանի ժամ անց սկսեց գործողություն, որը ի վերջո հանգեցրեց նրան, որ Լեռնային Ղարաբաղում այսօր այլևս հայ չի ապրում։ Այդ բոլորը հետո մի քիչ ցավակցություն հայտնեցին։ Եվ այստեղ պետք է հասկանալ, որ պետությունները առաջնորդվում են շատ հաճախ շահերով, բայց առավել եւս նրանք նայում են, թե դու որքան ես հետամուտ քո իրավունքի պաշտպանմանը, իրացմանը։ Եթե դու համարձակ ես, եթե դու անգամ փոքր ներուժով պատրաստ ես հետամուտ լինելու, ասել ոչ, սա իմ իրավունքն է, ես սա չեմ զիջելու, վստահեցնում եմ դու գործընկերներ գտնելու ես։ Իսկ եթե դու շարունակ պատրաստ ես գնալ զիջումների, դու գտնելու ես ուսը թփթփացնող ձեռքեր, որոնք ասում են շատ լավ է շարունակի։ Իսկ ինչ են խոսում Ադրբեջանում մեր պետության ծրագրերի մասին։ Իրենք իրենց պետության ծրագիրը գիտեն, ապրում են ամեն օր այդ ծրագրի մասին քարոզչություն լսելով։ Հետաքրքիր է ինչ գիտեն մեր պետության մասին եւ ինչ կարծիքի են։ Օրինակ, տեսեք, ինչու է Ադրբեջանի համար կարևոր, որ Հայաստանը սահմանադրություն փոխի կամ իր դրդմամբ Հայաստանը սահմանադրություն փոխի։ Ադրբեջանը Հայաստանը գաղափարապես ոչնչացնելու խնդիր է դրել, ինչու, որովհետև ըստ իրենց խոսույթի Հայաստանում ապրում են ծպտալ ռևանշիստներ, թաքուվնված դաշնակներ, այլ ազգայնականներ, որոնք մի օր վրեժ են լուծելու։ Եվ պետք է հիմա անմեն ջանք գործադրել նրանց արմատախիլ անելու համար։ Պետք է ստիպել, որպեսզի Հայաստանում չլինեն առհասարակ այդպես մտածող մարդիկ, որ Ադրբեջանը պետք է պատժվի, որ Ադրբեջանը պետք է պատասխան տայր քայլերի համար։ Ընդհակառակը պետք է լինեն մարդիկ, որոնք Ադրբեջանին կօգնեն սրբագործվել, սրբադասվել, համարյա թե սրբերի շարքին դասվել, եւ այդ քաղաքականությունն իրենց համար կարեւոր։ Դրա համար իրենք ասում են, մենք գնահատում ենք Հայաստանի իշխանությունների ջանքերը, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում, եւ հենց այդ այլ կերպ մտածող մարդկանց համար պետք է խնդիրներ ստեղծել։ Օրինակ, այս դրվագով էլ ասեմ, երևի ավարտենք նույն Ռուբեն Վարդանյանի դեպքը։ Ինչու է Ռուբեն Վարդանյանը առհասարակ գործ առանձնացվեց 15-ից այլ ձևով է դիտվում։ Ես վստահեցնում եմ, այսօր Ադրբեջանը գումար է ծախսում Ռուբեն Վարդանյանին հետ կապված
հնարավոր միջազգային արձագանքներ լրացնելու համար։ Այս վերջերս ՄԱԿ-ը միաձեռնություն հրապարակեց իրականության հետ կապ չունեցող ակնհայտորեն կաշառքով ձևակերպված զեկույց է, որովհետև իրենք անմիջապես ողջունեցին, ամենտեղ ուղարկում են այդ զեկույցը, գումար է ծախսում այսօր իր պատանդառության մեջ գտնվող հայի ստեղծած խնդիրները կոսկելու համար, որովհետև իր համար խնդիր է այն, ինչ Ռուբեն Վարդանյանը անում եւ ասում է, հասկանալով նաև մարդու կապերը, ընտանիքի կապերը, ունեցած ընկերական շրջապատը եւ այլն, որոնք ազդեցիկ են տարբեր օղակներում։ Այդ տեսակը խնդիր է Ալիևի համար։ Տեսակը, որը դեմ է գնում պայմանավորվածություններին, որը դեմ է գնում արդեն կայացված որոշումներին, խնդիր է, իր համար խնդիրը այն է, որպեսզի այդ տեսակը այլևս չլինի Հայաստանում եւ դրա համար ինքը պայքարում։ Շնորհակալ եմ հագեցած տեղեկություններով զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում պատմական գիտությունների թեկնածու ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն էր, զրույցները կշարունակվեն, ամենայն բարիք։